Ես ասեմ հետևյալը, որ բնականաբար ամռանը ակտիվ քաղաքական գործընթացների ականատես մենք չենք լինի, այսպես թե այնպես, որովհետև ցանկացած ամառ, այս ամառը ևս բացառություն չի, ինչով է բնորոշվում, որ արձակուրդային տրամադրությունները գերիշխում են ամռանը, եւ սա բնական է, այդ թվում նաեւ քաղաքական դաշտում։ Կարծում եմ, որ ամենասպասված իրադարձությունը թերևս կլինի այն, ինչի մասին խոսում ենք վերջերս առավել շատ, դա Եվրասիական տնտեսական միության այդ պայմանագրին Հայաստանի ուրեմն մասնակցությունը կլինի, այսինքն այսպես թե այնպես Հայաստանը կստորագրի այդ պայմանագիրը։ Եվ սա նորից կրկնեմ ամենասպասված ըստ էության եւ ամենալուրջ ու ամենամեծ իրադարձությունը կարող ենք համարել։ Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, արդեն ես գիտեք, որ եւ Քարյակը եւ նաեւ արտաքաղաքական ուժերը կարծես թե պատրաստում են աշնանը։ Քարյակը արդեն իսկ հայտարարել է, որ 12 կետանոց նրանք պատրաստվում են որոշակի առաջարկություններ ներկայացնել եւ կախված այդ առաջարկությունների ընդունումից, ինչպես իրենք են ասում, նրանք իրենց հետագա փաստորեն գործողությունները կծրագրավորեն նորից աշնանը։ Կարծում եմ նաեւ, որ ամռանը ուղղակի գործադիրի համար որոշակի քաղաքական անցուդարձից, իսկ վերաբերում է հիմնականում ազգային ժողովի որոշակի հանգիստ ժամանակահատված է եւ նրանց համար բավականին լավ ժամանակ է, որպեսզի գործունեության ծրագրում ամրագրված այդ ցուցանիշների համար օրենսդրական նախաձեռնություններ պատրաստեն եւ աշնանը մենք ականատես կլինենք այդ արդեն իսկ պատրաստի օրենքների նախագծերի քննարկումներին ազգային ժողովում։ Բնականաբար կարծում եմ նաև, որ ամռան ուրեմն ամիսներին նաև լրատվական դաշտում որոշակիորեն ևս այդ արձակուրդային տրամադրությունները իշխող պիտի լինեն, այնպես որ առաջիկա ուրեմն հերթական քառօրյան, դա վերջին հերթական քառօրյան կլինի եւ հունիսի 12-ին մենք կավարտենք Գառնանային նստաշրջան ազգային ժողովում։ Այսքանը եթե հարցեր կլինեն, սիրով կպատասխանեմ։ Մեկ հատ բան դարձան դուք խնդրեք։ Խնդրեմ։ Պարոն Դավթյան, ըստ տեղեկությունների սահմանին կրկին բարձրացել է գազի գինը Ռուսաստանից Հայաստան ներմուծվող։ Այդ փաստը դուք կհերքեք, թե Չէ, գիտեք, ասում եք ըստ տեղեկությունների, այդ տեղեկությունները ինչի մասին դուք խոսում եք, այսինքն տեղեկությունները ինչ են, վերցրել են, եթե սրա մասին է, այն քանակության գազը, որը որ մենք ստացել ենք եւ այն գումարը աստմաքսայինի ուրեմն հարաբերել են գումարը այդ գազի վրա ու ստացել են խորանարդ մետրի գին, ես կարծում եմ, որ հավելյալ ուղղակի պարզաբանություններ եւ մեկնաբանություններ մենք պիտի ստանանք հենց այն պատասխանատու մարմիններին, ովքեր իրավասու են պատասխանել, հա, եւ այս պահին ես ուղղակի այնքանով եմ տեղեկացված, որքանով յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այս բարձրացել է ըստ տեղեկությունների։ Գիտեք, ես ասացի այն, ինչ ասացի, հիմա թե դրանից դուք ինչ եզրակացություն կանեք, ես չեմ կարող ասել։ Ոչ, ըստ իմ տեղեկությունների, ուրեմն կոնկրետ տեղեկության աղբյուրն էլ ասացի, դա լրատվական կայքերն են, ովքեր այդ մաթեմատիկական գործողությունը հիմք ընդունելով նաև նման ուրեմն նյութ են հրապարակել։ Իսկ այսպիսի բան թե չէ, բնականաբար դրա համար կա Արմենիա Գազպրոմ ընկերություն, որին ըստ էության պետք է դիմենք, որպեսզի ստանանք այդ հարցի լիարժեք պատասխան։ Պարոն Դավթյան, դուք խոսեցիք 12 կետանոց պահանջների մասին ընդդիմության։ Ինչ է կարծում, ինչու իրենք այտենց գաղտնի են պահում թաքուն, ինչ կա
կառավարության հետ պետք է համաձայնության կամ որոշ հարցերի շուրջ ինչու չեն հրապարակում։ Գիտեք, նրանք նշեցին, որ իրենք պիտի բերեն այնպիսի տեսքի, որը արդեն կարող են հրապարակել եւ ըստ էության ըստ իրենց ներկայացրածի խնդիրը զուտ տեխնիկական է։ Այսինքն համաձայնության են եկել, չգիտեմ, դրանք պահանջներ են թե առաջարկություններ, որովհետեւ քանի օր առաջ ինձ լրագրողներից մեկը ուղղակի ասում էր, որ վերջնագիր են ներկայացնում։ Ամենայն դեպս սպասենք, տեսնենք, թե ինչպիսին կլինի այդ 12 կետերը, ըստ այդմ էլ փաստորեն համապատասխան եզրակացություններ մենք կանենք ձեզ հետ միասին։ Պարոն Դավթյան, այս էլեկտրային սակագնի վերաբերյալ հայտարարություն արեց հանրային ծառայությունների հանձնաժողովը, հեռանկարում նախատեսվում է 4 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը։ Տեսակետ կա, որ դա բյուջե լցնելու կառավարությանը հարմար առիթ է համաձայնելու այդ առաջարկին եւ բյուջե լցնելու համաձայնեք այդ տեսակետի հետ։ Ես ասեմ հետեւյալը, որ 2003-4 թվականներին ինքս աշխատել եմ էներգետիկայի նախարարությունում որպես էներգետիկայի փոխնախարար եւ այն ժամանակ եւս կազմակերպությունները էլեկտրաէներգետիկական համակարգի եւ ոչ միայն էներգետիկական համակարգի անընդհատ բողոքում էին ուրեմն միջոցների սակավությունից եւ եթե զուտ օբյեկտիվորեն նայելու լինեինք, ապա ստացվում էր, որ այո, այն նորմատիվային մեծությունները, որոնք անհրաժեշտ են այդ էներգատեղակայանքների նորմալ գործունեությունն ապահովելու համար եւ զարգացում ապահովելու համար, այդ միջոցները կարծես թե բավարար չէին։ Բայց խնդիրը ամբողջովին գտնում է ուրեմն կարգավորող հանձնաժողով, տվյալ դեպքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ տնտեսվարողներ դաշտում։ Ես զուտ օրենքի տեսակետից եմ ասում եւ այստեղ կառավարության միջամտությունը կամ ինչ որ մի ձեւով փորձել միջամտել ամբողջովին օրենքի դաշտից դուրս է։ Ես չգիտեմ, թե կոնկրետ որ ընկերություններն են, որոնք ներկայացրել են համապատասխան հայտեր, ուղղակի նորից պիտի ասեմ, որ անհրաժեշտ է որոշակիորեն ավելի շատ տեղեկություններ եւ որ մենք ձեզ հետ միասին ավելի շատ տեղեկացված լինենք, որից հետո կարող ենք նաեւ անհրաժեշտ հետեւություններ անել։ Անկախ ամեն ինչից մենք ձեզ հետ միասին հասկանում ենք, որ այնինչ կապված է հանրության հետ եւ ընդհանրապես հրապարակային պայմանագրի դաշտում է գործում, իսկ անկախ ամեն ինչից դա այն հարցն է, որ միանգամից տեղափոխվում է դեպի հրապարակային պայմանագրի դաշտ եւ հենց սակագինն էլ հրապարակային պայմանագրի կարևորագույն ուրեմն սահմանումներից մեկն է։ Սա ինչ խոսք, որ յուրաքանչյուրիս է վերաբերվում եւ ես կարծում եմ, որ հանրային ծառայությունների հանձնաժողովը մինչև այդ հայտի քննարկումները բավականին ծանոթ թեթև կանի ու համապատասխան փաստորեն որոշումը կկայացնի։ Ինչևից է նորից պիտի ասեմ, որ կոնկրետ այս պահի դրությամբ ես ինքս ինֆորմացիայի որոշակի պակաս ունեմ։